Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալի այսօրվա դրվագն իսկական հոգեբանական փոթորիկ էր, որտեղ միահյուսվել էին ամենամաքուր զգացմունքներն ու ամենաստոր դավաճանությունները։ Այսօր մենք ականատես եղանք և սրտի ճիչի, և սառնասիրտ դաժանության։ Այսօր տեղի ունեցավ սերիայի թերևս ամենաանսպասելի և միաժամանակ ամենասպասված իրադարձությունը։ Գրիշոն, ով միշտ աչքի է ընկել իր կոպտությամբ ու ինքնավստահությամբ, ճարահատյալ հայտնվում է փակուղում, հասկանալով, որ Մանանը վերջնականապես մերժում է իրեն, կոպտում և պահանջում ընդմիշտ հեռու մնալ, Գրիշոն գնում է ծայրահեղ անկեղծության։ Նա կանգնում է աղջկա առաջ և անում իր կյանքի ամենակարևոր սիրո խոստովանությունը։ Նա ասում է, որ որքան էլ արյուն ու դժվարություններ են եղել իրենց ճանապարհին, ինքն այս բանտային ու տանջալից ընթացքում հասկացել է մի պարզ ճշմարտություն. պարզապես չի կարողանում ապրել ու շնչել առանց Մանանի։ Մանանը լսելով այս խոսքերը չի կարողանում զսպել էմոցիաները, նա արցունքոտ աչքերով նայում է Գրիշոյին։ Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ Գրիշոյի սերը լիովին փոխադարձ է, սակայն արյան ու վրեժի այս պատնեշի պայմաններում դեռևս անհայտ է, թե որը կլինի աղջկա վերջնական պատասխանը։ Կհաղթի արդյոք սերը արդարադատությանը։ Իսկ քանի դեռ Գրիշոն զբաղված է սիրո խոստովանություններով, Հունանն ու Իննան իրենց տանը հայտնվել են իսկական տագնապի ու անհանգստության մեջ։ Նրանք որպես ծնող հոգու խորքում զգում ու գիտակցում են, որ իրենց անկառավարելի որդին գնացել է հենց Մանանի մոտ։ Նրանց սարսափեցնում է մեկ միտք. եթե այս գաղտնի հանդիպման մասին հանկարծ իմանան Մանանի եղբայրները Լեոն ու Դավիթը, ապա ամեն բան շատ վատ և արյունոտ ավարտ է ունենալու, և Գրիշոն անմիջապես կվերադառնա բանտի սառը պատերի ներքո։ Մյուս կողմից Լեոյի և Լեայի հարաբերություններում լարվածությունը հասնում է գագաթնակետին։ Լեոն զանգահարում է Լեային, վերջնականապես պարզելու, թե ով է այն առեղծվածային Արամը։ Լեան հաստատում է, որ իր ու Արամի միջև բացարձակապես ոչ մի ռոմանտիկ բան չկա։ Բայց երբ Լեոն պահանջում է կոնկրետ ասել, թե այդ դեպքում ով է այդ տղան, Լեան հրաժարվում է պատասխանել։ Նա հպարտորեն հայտարարում է, որ ունի լռելու իրավունք և ոչինչ չի ասի։ Լեոն հունից դուրս է գալիս այս անորոշությունից, բայց կատարյալ անզորության մեջ է, քանի որ Լեան պարզապես անջատում է հեռախոսը, թողնելով նրան կասկածների ու խանդի կրակի մեջ։ Սակայն սերիայի ամենասարսափելի ու հրեշավոր դրվագը կապված էր Ավոյի վերադարձի հետ։ Ավոն գալիս է Հայաստան, Հունանից կատաղի վրեժ լուծելու նպատակով, և նրա առաջին թիրախը դառնում է անպաշտպան Էռնան։ Նա գնում է իրենց տուն և հանդիպելով կնոջը, դիմում է աննկարագրելի ստորության։ Ավոն շտապօգնություն է կանչում և բժիշկներին համոզիչ կերպով ստում, իբր իր կինը հոգեկան ծանր հիվանդ է, անկառավարելի է դարձել և նրան շտապ պետք է ուժեղ հանգստացնող ներարկել։ Խեղճ Էռնան հուսահատ գոռում է, աղերսում ու փորձում ապացուցել, որ դա բացարձակ սուտ է, սակայն բժիշկները, ենթարկվելով Ավոյի որպես ամուսնու հրահանգին, անտեսում են կնոջ ճիչերն ու ներարկում են դեղը։ Ընդամենը մի քանի րոպե անց Էռնան կորցնում է գիտակցությունն ու քնում, ամբողջությամբ հայտնվելով հրեշավոր Ավոյի իշխանության տակ։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, Մանանը կների արդյոք Գրիշոյին և կընդունի նրա սերը։ Եվ ինչու է Լեան այդպես համառորեն թաքցնում Արամի ով լինելը։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով և սպասումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր արձագանքներին։ Շնորհակալություն դիտելու համար։